Պարոն Մելիքյան, խնդրում եմ ամփոփեք Երևանում կայացած ՀԱՊ գագաթաժողովը, ինչ արդյունքներով հայկական կողմը դուրս եկավ այդ հանդիպումից։ Դժվար է ասել, թե ինչ էին ակնկալում գագաթաժողովի մասնակիցները, թերևս դա հերթական հանդիպում էր, որը հատուկ հագեցվածություն չուներ։ Ինձ համար թերևս առավել հետաքրքիր է այն, թե Արցախի հարցով արդյոք որևէ խնդիր կարծրացվի մեկ, երկրորդը արդյոք կլինի գլխավոր քարտուղարի, նոր գլխավոր քարտուղարի նշանակումը, որը ենթադրվում էր, որ պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչը, եւ երրորդ խնդիրը, որը ավելի տարածաշրջանային աշխարհաքաղաքական բնույթ ուներ, դա այն էր, թե արդյոք օրակարգում կներառվեն ներկայումս Ռուսաստան արևմուտք խորացող դիմակայության հետ կապված ռազմական կարգի խնդիրներ։ Ըստ էության վերջին հարցի վերաբերյալ որևէ կոնկրետ հայտարարություն չհնչեց։ Արցախի խնդրի կապակցությամբ բավական չեզոք հայտարարություններ, որ նախապատրաստվեց եւ այնտեղ պարզապես անդամ պետությունների կողմից հավաստվեց, որ նրանք շարունակելու են աջակցել թե Մինսկի խմբի գործողություններին եւ թե այն որոշումների իրականացմանը, որոնք ընդունվեցին ապրիլյան քարոզիա պատերազմից հետո Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ։ Մեծ հաշվով ես կարծում եմ, որ առայժմ Արցախի հետ կապված գործընթացը մնում է հին տրամաբանության շրջանակներում, ինչը մեզ համար բացասական է, եւ ՀԱՊԿ-ի կողմից ընդունված այդ հայտարարությունը եւս այդ հին տրամաբանության դրսեւորումներից մեկն էր, որը հանգում է նրան, որ հարցը պետք է լուծվի մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Մադրիդյան սկզբունքների կիրառման հետևողական ուրեմն ջանքերը թերևս որոշակիորեն հանգեցրին ապրիլյան քարոզիա պատերազմի սկզբնավորմանը եւ այսօր Ծավալուն ռազմական գործողությունների վերսկսման վտանգը պահպանվում է եւ կարող է աճել, եթե հայկական կողմերը համապատասխան նոր մոտեցումներ չմշակեն եւ չներդնեն շրջանառության մեջ, չառաջարկեն թե միջնորդներին, թե ադրբեջանցի գործընկերներին, որտեղ հին մոտեցումները լուծումներ ըստ էության չեն պարունակում, իսկ պատերազմի վտանգը աճում է։ Եվ ի վերջո դառնալով նրան թե ինչ ճակատագիր ունեցավ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի խնդիրը, տեսանք, որ մարդ չնշանակվեց Հայաստանից, հարցը հետաձգվեց, ըստ էության կարելի ասել, որ միակ առարկայական արդյունքը այս հանդիպման այն եղավ, որ նախագահությունը այդ կազմակերպության Հայաստանից փոխանցվեց Բելառուսին։ Այդքան մի բան։ Ինչպես կմեկնաբանեք Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար առանցքային է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը։ Այստեղ մենք թերևս պետք է կապենք մի քանի խնդիրներ կամ դիպվածներ, որոնք տեղի ունեցան վերջերս անշուշտ Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը այսօր ընթանում է հենց քարոզիա պատերազմի այս հետևանքների համատեքստում, քաղաքական հետևանքների, տարածքային կորուստների տեսանկյունից հետևանքների եւ տեսնում ենք, որ մի կողմից մադրիդյան սկզբունքները ասում են այն մասին, որ կարգավորման հիմնական ուրեմն բաղադրյալներից մեկը պետք է լինի տարածքների վերադարձը կամ հանձնումը Ադրբեջանին։ Նույն պնդումը պարունակել են Կազանյան մոտեցումները, որոնք մշակվել են հենց Ռուսաստանի կողմից։ Իսկ բոլորին վերջերս արդեն Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հնարավորությունների դուռը կբացվի այն ժամանակ, երբ առաջընթաց կգրանցվի Արցախի հակամարտության կարգավորման գործում եւ այդ առաջընթացը պետք է լինի առնվազն 5 շրջանների Ադրբեջանին հանձնելու տեսքով։
Երբ պարոն Լավրովը խոսում է այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կապված է Ղարաբաղյան կարգավորման գործընթացում գրանցվող կամ գրանցվելիք առաջընթացի հետ, ըստ էության կրկին խոսքը տարածքային զիջումների մասին է եւ փաստորեն ստացվում է, որ Ռուսաստանը կքաջալերեր հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացը Արցախում հայկական կողմերի տարածք հանձնելու պատրաստակամության դրսևորման դեպքում։ Այսինքն մեծ հաշվով շրջանը փակվում է, թե Թուրքիայի կողմից, թե Ռուսաստանի կողմից, թե Մինսկի խմբի համանախագահության կողմից նույն ուղերձն է հղվում Արցախին եւ Հայաստանին, որը հաստատի տարածք հանձնելու կոչ է պարունակում։ Ճիշտ է, այստեղ պայմանների որոշակի տարբերություն կա։ Եթե ասենք Միացյալ Նահանգները, Ֆրանսիան խոսում են այն մասին, որ Արցախը պետք է նոր կարգավիճակ ունենա եւ ըստ էության այդ կարգավիճակը պետք է հիմնված լինի ինքնորոշման իրավունքի իրականացման վրա, ապա Ռուսաստանը, ռուսաստանյան կողմը վերջերս ավելի շատ խոսում է միջանկյալ ինչ-որ անորոշ կարգավիճակի մասին, որը կարող է ցանկացած բան ենթադրել եւ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ նրանք հաջողություն կհամարեն, եթե իրենց վերադարձվեն նախկին լղիմի շուրջ եղած տարածքները, որ այսօր վերահսկվում են Ստեփանակերտի կողմից, եւ այդ հաջողությանը հասնելու դեպքում Ադրբեջանը կտրամադրի Արցախին որոշակի աստիճանի ինքնավարություն, անգամ ինքնավար հանրապետության կարգավիճակ։ Կրկին խոսում ենք տարածքների հանձնման մասին, կարգավիճակի խնդիրն անորոշ է, հայկական կողմերի քաղաքական մոտեցումները լղոզված են եւ թույլ են տալիս, որպեսզի թե բանակցային սեղանի շուրջ, թե տարբեր միջազգային հարթակներում խոսվի այն մասին, որ Հայաստանն ագրեսոր պետություն է եւ զավթել Ադրբեջանի տարածքից գալի մասը, եւ դա ըստիս անընդունելի է։ Մենք հնարավորություն ունենք իրավիճակը շտկելու եւ փոխելու, մենք հնարավորությունը ունենք բանակցային գործընթացը նոր մոտեցումներով հագեցնելու համար եւ պարտավոր ենք դա անել։ Սա անշուշտ գործող իշխանության խնդիրն է եւ այս առաջարկը ես հենց գործող իշխանությանն էլ հղում եմ։ Այսինքն ըստ ձեզ Արցախյան հիմնախնդիրն ունի բանակցային ճանապարհով լուծման ներուժ։ Միանշանակորեն, բայց դրա համար հայկական կողմերը պետք է լրջորեն աշխատեն, ընդ որում Արցախն իր դերն ունի, Հայաստանի Հանրապետությունն իր դերն ունի, բայց նրանց գործողությունները եւ քայլերը պետք է փոխհամաձայնեցված լինեն, տրամաբանորեն շահ կապված լինեն եւ ամենակարևորը մենք պետք է կարողանանք նախապատրաստել եւ ներկայացնել միջնորդներին եւ ադրբեջանական կողմին այնպիսի մոտեցումներ, որոնք եւ համահունչ լինեն միջազգային իրավունքներին եւ չհակասեն մեր արմատական շահերին։ Միևնույն ժամանակ ապահովեն արժանապատիվ խաղաղության հեռանկարը թե մեզ համար, թե Ադրբեջանի համար։ Իսկ դրա հնարավորությունը կա։ Իսկ Հայաստանը լինելով ՀԱՊԿ-ի անդամ, արդյոք կկարողանա առաջ քաշել նման մոտեցումներ։ Դա Հայաստանի իշխանությունների պահվածքի արդյունք է։ Եվ ես վստահ եմ, եթե համապատասխան քաղաքական կամքը դրսևորվի, մենք կարողանանք համոզիչ փաստարկներ ներկայացնել բոլոր նրանց, ովքեր այսօր կարծես թե հակված չեն մեր շահերը լուրջ դիտարկելու։ Այդ հնարավորությունները կան, սա իրական քաղաքականություն է եւ պետք է սովորել այդ քաղաքականությունը վարել։ Ընդ որում, այո, լինում են եւ ռիսկեր, բայց այդ ռիսկերն են հաշվարկելի եւ այդ ռիսկերն էլ հնարավոր է ապահովագրել, բայց դրա համար տեղից շարժվել է պետք։ Պարոն Մելիքյան, ձեր կարծիքով նոր ձևավորված կառավարությունը կկարողանա լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրները։ Դե հիմա տեսեք, առայժմ վաղ է այդ մասին խոսելը, որովհետև ինքնին պաշտոնակությունները որևէ բանի վկայություն չեն։ Խնդիրն այն չէ, թե ովքեր են փոխվել, խնդիրն այն է, թե ինչի համար են փոխվել։ Նորանշանակ վարչապետը բավական լուրջ հայտ ներկայացրեց համակարգային փոփոխություններ իրականացնելու մասով։ Դրա համար նրան տրված է առնվազն 6 ամիս ժամանակ։ Բայց ակնհայտ է նաև, որ
Իր թիվ 1 խնդիրն այսօր պետական բյուջեի ծախսերի կտրուկ կրճատումն է 1 եւ նոր աշխատանքային մթնոլորտի ձևավորումը, այնպիսի մթնոլորտի, ուր աշխատողը գնահատվել է ոչ թե իր ազգակցական կապերի առկայության կամ բացակայության հիման վրա, այլ գործնական որակների հիման վրա, բայց դրանք բոլորը առայժմ խոսքեր են։ Ես պետք է տեսնեմ նաև դրանց առարկայական իրականացումը։ Բայց մենք պետք է հաշվի առնենք նաև հետևյալը, արդյոք պարոն Կարապետյանը այս ծրագիրը ներկայացնելուց հետո ներկայացնելով ավելի երկարաժամկետ ռազմավարական ծրագիր կմնա վարչապետի պաշտոնում ապրիլյան ընտրություններից հետո։ Եթե չի մնալու, ուրեմն այս ամենը աչքակապություն է։ Իսկ եթե մնալու է, ապա մենք դրա երաշխիքները պետք է տեսնենք նախապես, որպեսզի հասկանանք այդ մարդուն բերել են պարզապես գործող իշխանության ընթացիկ խնդիրները լուծելու համար, թե բերել են իսկականից երկրում արմատապես իրավիճակը փոխելու համար։ Գուցե նա եկել է երկրորդի համար, այսինքն փոխելու համար, բայց քանի որ նա առայժմ քաղաքական պատասխանատվություն չի կարող ստանձնել եւ այդ պատասխանատվությունը կաց է Սերժ Սարգսյանի եւ իշխող կուսակցության կամ իշխող կոալիցիայի վրա, ապա եթե նա մնալու է, ուրեմն այդ քաղաքական պատասխանատվությունն էլ պետք է ստանձնի։ Իսկ դրա առարկայական դրսևորումը մենք պետք է տեսնենք մինչև ապրիլյան ընտրությունները։ Ինչպես է գնահատում Պաշտպանության նախարարությունում արված փոփոխությունները։ Դա թերևս ամենածանր հարցերից մեկն է։ Մեծ հաշվով քաղաքացիական անձին նախարարի պաշտոնում նշանակելը թերևս որոշակի առումով համահունչ է այս գերատեսչության արևմտյան տեսլականին։ Միևնույն ժամանակ ես չգիտեմ արդյոք ՀԱՊԿ-ի կազմում կա որևէ անդամ պետություն, ուր պաշտպանական գերատեսչության ղեկավարը քաղաքացիական անձ է։ Այնտեղ որքան հասկանում եմ հիմնականում բոլորն էլ զինվորականներ են, կադրային զինվորականներ, որոնք երկար ճանապարհ են անցել եւ հենց ՀԱՊԿ-ի շրջանակում մեր նորանշանակ նախարարի հանդեպ կարող է լինել շատ որոշակի վերապահ վերաբերմունք։ Այսինքն զինվորականները այս պաշտոնում նշանակված քաղաքացիական անձին կարող են եւ ոչ լիարժեք գործընկեր դիտարկել։ Իսկ քանի դեռ մենք ՀԱՊԿ-ի անդամ պետություն ենք, ռազմական ոլորտը այդ առումով ընդհանուր ինտեգրված տարածքի մասն է ՀԱՊԿ-ի մասով։ Չգիտեմ որքանով է հաշվարկը ճիշտ եղել, երբ պարոն Սարգսյանի նշանակման մասին որոշում կայացվեց։ Գուցե կան առավելություններ եւս, բայց դա արդեն ինքը պետք է իր աշխատանքով ցույց տա եւ ապացուցի, որ այդ նշանակումը իրավացիորեն արված։ Ամեն դեպքում մենք պետք է հստակ տեսնենք։ Վարչապետը տնտեսական բլոկով կարծես առանձնացված է հիմնական քաղաքական եւ արտաքին քաղաքական նշանակություն ունեցող երկու գերատեսչություններից, այսինքն արտգործ նախարարությունը եւ պաշտպանության նախարարությունը, այդ տեսանկյունից որքան ես եմ հասկանում, վարչապետի պատասխանատվության գոտուց դուրս է, իսկ դա նշանակում է, որ միասնական ծրագիր կազմելը նրա համար բարդ կլինի։ Դրա համար եմ ասում այն մասին, որ նա պետք է կարողանա ստանձնել ընդհանուր քաղաքական պատասխանատվությունը կառավարության ողջ գործունեության նկատմամբ, այդ թվում նաև պաշտպանության եւ արտաքին գործերի ոլորտների նկատմամբ։ Առանց դրա տնտեսական բարեփոխումների ծրագրերը լուրջ արդյունք տալ գուցե չկարողանա։ Շնորհակալություն, պարոն։